դեպք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք։ Բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է, տասնամյակների խնդիրը։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ է ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետեւ կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, ոչի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարող լինի սաբոտաժի էլեմենտներ, հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ ման կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։ Հեղինակը ով էր, կարող է հիշեք, հա։ Վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի, դրա համար ինքը ուրիշին է խնդրում, որ իր համար գրքեր կարդան, բայց դա վեպի այդ մեր որոշումը չի կատարվում, որովհետև ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ով պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Ասածս կարա չափազանցություն թվա, բայց կներեք, եթե չափազանցություն թվա, այդ ֆունդամենտալ խնդրեմա է այդտեղը։ Երբ որ մենք չենք կարողանում ախտորոշել մեր խնդրեմը։ Եվ պատահական չի, որ այն մարդը, որը 4 նախադասության մեջ 13 սխալ գրում է, կարող է հիմա խորանանք ինքը 50 ուրիշ պաշտոնյայի անուն տա, իր ճանաչած, որ մի այդքան էլ սխալներ իրանք են անում այդ նույն տեքստի մեջ։ Ու կարա պարզվի սա իրականություն է։ Եվ հետևաբար եկեք ես առերեսվենք այս խնդրի հետ, բայց ես առաջարկում եմ Տիկին Անդրեասյան այդ թեման մի հատ քննարկել, որ մենք ուղղակի մարդկանց օգնենք, որովհետև հա եկանք ասցինք 100-ից այսքանը այսպիսին է, այնքան է, այնպիսին է, մենք էլ այսպիսին ենք, բայց նիհիլիզմի մեջ կընկնենք, այն ժողովուրդ ջան։ Դες նիհիլիզմի հուսահատության, դեպրեսիայի մեջ կընկնենք։ Պետք է օգնենք իրար, իրանք մեզ պետք է օգնեն, մենք էլ իրանց պետք է օգնենք։ Պետք է խնդրենք, աղաչենք, բացատրենք, ներողություն խնդրենք, ինչքան պետք է, բայց պետք է ասենք, պետք է այս ճանապարհով գնանք, ժողովուրդ ջան, ուրիշ ճար չկա, որովհետև մեր երեխեքին ենք վստահում։
Մենք երեխեքին ենք վստահում։ Հետո գնում ենք բանակին ենք ասում, ես այս բանակում էդ էլ հնդածս ես հասկանում։ Բանակում ինչը լինում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա։ Հա լավ 1 2 3 4 10, հետո երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցում ես, մեկ էլ ասում ես մի րոպե, բայց այս խնդիրներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։ Այդ բոլոր խնդիրները քաղաքացիական կյանքից սենց կտոր գալիս են, միտեղ են, փազլի կտորները միտեղ հավաքվում են, եւ փազլը հավաքվում է։ Շատ པարզ տրամաբանությամբ, շատ པարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք, էս անենք բանակում անել արդեն ուշ է, ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարա բան անենք, պետք է մանկապարտեզում ու դպրոցում անենք։ Բուհում պետք է անենք։ Բանակում էլ իր հերթին, սա չի նշանակում, որ այնտեղ, բայց իրականում տենց է։ Իրականում տենց է, ես մի անգամ բանի ժամանակ կառավարության նիստի ժամանակ կարծեմ խոսեցի դրա մասին, համենայն դեպս նախարարին ես մեր դպրոցականների իմացությունը այո, բայց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մակարդակը, հոգեբանական պատրաստվածության մակարդակը։ Դեպքեր է լինում, չէ՞ որ ուզում ենք հասկանանք, լավ, ինչի է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ինչի է տեղի ունեցել։ Եվ հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով։ Հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Դե եկեք չասենք սա։ Եկեք չասենք սա, բայց ինչքան կլինի չասել սա։ Համեցեք։